Փաշինյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ իր համար գոյություն չունեն, եւ եթե այս պայի դրությամբ 4 սրբազաններ կալանավորված է եւ տարբեր մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ, ընդ որում մեկի ճակատին դաջված է Ահաբեկչի խարանը, մյուսինը ընտրական իրավունք խոչընդոտելուն, մյուսինը թմրամիջոց իրացնողի, մյուսինը ուրեմն իշխանությունը բռնի կոչերով, բռնի մեթոդներով հեռացնելու կոչ անելու, ուրեմն հիմքերով ի՞նչն է խանգարում, որ միանգամից, այսպես ասած, գայլին թակարդը գցելուն ուղղված գործողություն իրականացվի։ Այսինքն, բայց կներեք, այստեղ ֆունդամենտալ առումով լրիվ ուրիշ խնդիր է լուծվում։ Անկախ նրանից Փաշինյանը պայքարում է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, նրա պայքարի արդյունքում կազմաքանդվում ու հեղինակազրկվում, ստորացվում է հայ առաքելական եկեղեցին։ Ինչպիսի բացատրություններ, ինչպիսի պատճառաբանություններ են ներկայացնել, որ իրենց պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ չէ, ակնհայտ է, որ իրենց գործողությունների արդյունքում հայ առաքելական եկեղեցում սկսվել է երկպառակության, խառնակցության մի ամբողջ էպոխա, որը չի ուժեղացնելու։ Ընդ որում ասեմ ձեզ, քանդելով ոչինչ չեն կառուցելու, առավել եւս ավերակների վրա հնարավոր չի ղեկավարել, ընդ որում ավելին ասեմ, հայ առաքելական եկեղեցին քանդելով ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելով իշխանությունը եթե հույս ունի, որ ինքը ուժեղանալու է, չափից դուրս սխալվում է, ընդ որում քիչ առաջ ասացի, որ նույնիսկ եթե սա անձնավորված պայքար է, սրա արդյունքում տուժում է հայ առաքելական եկեղեցին։ Ես սա նույնն է, ոնց որ ասեմ, ես չեմ պայքարում իշխանության դեմ, ես պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ կամ հակառակը, սա անտրամաբանական է։